90-ականների սկզբին այստեղ կատաղի մարտեր էին, կարելի ասել պատերազմը սկսվել է հենց այս վայրից։ Այստեղից մինչև ադրբեջանական մոտակա բնակավայրը ընդամենը 1.5 կիլոմետր է։ Հաղթանակած հայոց բանակի զորքերն այսօր հենց այստեղից ապահով ու ժամանակակից դիտակետերով պաշտպանում են հայրենիքի սահմանը։ Հայ-ադրբեջանական շփման գծի Նախիջևանի ուղղությունն է։ Այս դիտակետից շրջանաձև դիտարկում է իրականացում շուրջօրյա ռեժիմով։ Դասակի հենակետում մարտական հերթապահությունը մանրակրկիտ է մշակված։ Անգամ բանակում եւ մարտական պայմաններում հաճախ կիրառվող արտահայտությունների ադրբեջաներեն տարբերակներն են սովորում։ Ապահով կահավորված կրակակետերից 1 կիլոմետր այն կողմ հակառակորդի դիրքերն են։ Ամենամոտ բնակավայրը Սադարակն է, Ալիևների հայրենիքը։ Սահմանի մեր կողմում կազմը պատրաստ են հետ մղելու անցանկալի հյուրերին։ Հենակետի այսօրվա հյուրերն անկոչ չեն։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներն են։ Եկել են սեփական աչքերով տեսնելու, թե որքանով անվտանգ ու պաշտպանված են դաշնակից Հայաստանի սահմանները։ Հյուրերին հենց սկզբից տեղեկացնում են, որ սա ոչ թե սահման է, այլ շփման գիծ։ Հետևաբար զինվորները ոչ թե սահմանապահ են, այլ մարտական հերթապահություն են իրականացնում։ ՀԱՊԿ ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ունեն, այդ թվում արդյոք շատ են սադրանքները ադրբեջանական կողմից։ Դիվերսիոն խմբերից մինչև դիպուկահարների կրակոցներ, սադրանքներ գրեթե ամեն օր են, պատում են հայ սպաները։ Իդեպ սպառազինության ու կրակոցների մասին ՀԱՊԿ կանոնադրությունը չի արգելում զենք վաճառել ոչ անդամ երկրի, մինչդեռ արգելում է անդամ երկրում երրորդ կողմի զորքերի տեղակայումը։ Для того, чтобы не было таких эксцессов, которые Որպեսզի չլինեն նման իրավիճակներ, մենք պետք է մշակենք միջազգային բնույթի համապատասխան համաձայնագիր, որն օրինակ կարգել էր ՀԱՊԿ անդամ երկրին զենք վաճառել երրորդ երկրին, եթե թեկուզ երկրներից մեկը դեմ է։ Կարծում եմ մոտ ժամանակներս նման նախագիծ կմշակենք, քանի որ հարցը բարձրացված է Հայաստանի կողմից։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի падգամավորներին հայկական զրահաբաճկոնները դուր են գալիս, անգամ լուսանկարվում են։ Քիչ անց դիրքերում զգում են, թե ինչն է հայկական զինուժի մշտապես թիվ 1 պատրաստվածության պատճառը։ Հակառակ կողմից պարբերաբար խախտվող զինադադարը դեռևս հեռու է հիմնավոր խաղաղությունից։ Վերջին 3 տարում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրկնապատկվել են։ Շրջայցից խորհրդարանականները տպավորված են։ лучше один раз увидеть, чем 100 раз услышать. Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել։ Դրա համար էլ այս զորամաս ենք եկել, որը ինչպես տեսանք մշտական մարտական պատրաստականության վիճակում է։ Ինձ համար կարևոր էր նայել զինվորների աչքերին, ինչպես են իրենց պահում սպաները։ Մարտական ոգին շատ բարձր է, դասալքությունը որպես սովետական ժամանակների մնացուկ այստեղ չկա։ Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական բլոկում գտնվող երկրների ներկայացուցիչներն ասում են, որ առաջին գծում լինելով ավելի պատկերավոր է դառնում ճշմարտությունը։ Ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է։ На пленарном заседании ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում մենք առաջարկելու ենք մշակել հայտարարություն բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Գլխավոր խնդիրն է ստեղծել մեխանիզմներ, որոնք կկանխարգելեն ցանկացած ռազմական սադրանք։ Այս օրերին Հայաստանում տեսածի ու լսածի մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները զեկուցելու են կոմիտեների ու վեհաժողովի ղեկավարությանը, թե կոնկրետ ինչ մեխանիզմներով հնարավոր սպառնալիքի դեպքում կարող են օգնել դաշնակից Հայաստանին, խոստանում են քննարկել վեհաժողովի լիագումար նիստում։ Արկադի Գրիգորյան, Վահե Ղազարյան, ժամը լրատվական։